Ավարտվեց Արարատ Միրզոյանի երրորդյա աշխատանքային այցը Անտալիա։ Քննարկումները հիմնականում դռնփակ էին, առանց տեսախցիկների։ Պանելային հանդիպումներն էին բաց ուղիղ եթերում։ Այցերից շատ բան չեմ սպասում։ Ընդհակառակը, եթե Հայաստանի որևէ գործիչը գնում է թուրքերի կամ ադրբեջանցիների հետ հանդիպում է, ես միշտ վախ եմ ունենում, որ էլի մի վատ բան է կալում մեր գլխին, որովհետև գնում են նոր հրանքներ են ստանում եւ դա գործադրում են։ Դրա համար այնտեղից էլ ես կարծում եմ, որ նորից ճնշումներ գործադրեցին մեր հարկոսնախարարության վրա, որոնց արդյունքները մենք երևի հետագայում կտեսնենք։ Թուրքագետը նկատում է վերջին ժամանակների հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանը կատարում է Թուրքիայի պահանջները։ Օրինակ, հրաժարվում ենք ցեղասպանության պահանջատիրությունից, որը հայ-թուրքական օրակարգի բաղկացուցիչ մաս պիտի լինի։ Հայաստանի քարտեզը մի ժեշտի ձևով եւ ասում է սա է սահմանը, Հայաստանի սահմանը, դա նշանակում է, որ ընդունում է մեր այսօրվա իշխանությունը Թուրքիայի եւ Հայաստանի այսօրվա դե ֆակտո սահմանը, դա դե յուրո չէ, եւ գվերածում է փաստորեն դե յուրոյի։ Թուրք-ադրբեջանական իշխանությունների համար կատարյալ տարբերակ է, Փաշինյանը նկատում է թուրքագետը։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ ընդգծում է, ընդհանուր տպավորությամբ իրավիճակը շարունակում է լինել նույնը։ Այսինքն Ադրբեջանը թելադրում է նախապայմանները, իսկ Երևանը կարծես երկխոսում է այդ նախապայմանների շուրջ։ Եթե Երևանն ու Բաքուն հանդիպում են, եթե կան քննարկումներ, իսկ Ադրբեջանը նաև դրան զուգահեռ հրապարակավ բարձրաձայնում է իր նախապայմանները, դա թույլ է տալիս մտածել, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են հենց այդ նախապայմանները եւ դրանց ադապտացիան։ Քաղաքագետն ասում է, Թուրքիան կարծես թե բաց տեքստով հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման առաջընթաց կլինի, եթե Հայաստանը ընդունի Ադրբեջանի նախապայմանները։ Երևանը արտահայտում է հակառակ տեսակետ, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունը առաջընթաց արձանագրի, ապա հայ-ադրբեջանական գործընթացի առումով էլ կարող է տեղի ունենալ առաջընթաց։ Բայց իհարկե Երևանի այս մոտեցման իրականանալիությունը, այսինքն փոխել Թուրքիայի համար հաջորդականությունը, ես կարծում եմ այդքան էլ իրատեսական չէ, որովհետև Թուրքիայի համար խնդիրը ամենևին այն չէ, որ Ադրբեջանի, այսպես ասենք, քմահաճույքի գերի լինելու հետևանքով է կապվում հարցը հայ-ադրբեջանականի հետ։ Ի վերջո Ադրբեջանի նախապայմանը սահմանադրության հարցն է, իսկ դրա շուրջ գործընթացը վերածվել է վստահության թեստի։ Բաքուն նախապայման է դնում, Հայաստանը ներքին օրակարգ առաջ բերում, իսկ իրական հարցը մնում է՝ փոխում ենք սահմանադրությունը հանուն խաղաղության, թե պարզապես ժամանակ ենք շահում ինչ-որ պրոցեսների համար։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։